Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես շատ եմ ուզում եւ ինձ համար հետեւյալ բանաձևը կասեի ունենալ ռոմանտիկ ժողովուրդ եւ շատ պրագմատիկ ղեկավար։ Ինձ թվում է ամենից լավ բանը կլինի այդ պրագմատիկ ղեկավարի եւ ռոմանտիկ ժողովրդի, որտեղ այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պետք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս եւ ռոմանտիկա դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք է բերում։ Օրինակ, վերցնենք նույն Ուկրաինան, այսօր ես մի 2-3 անգամ անդրադարձ ունեցա։ Անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական, հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիր ավիրի։ Ընդհանրապես Ուկրաինան կարող էր ասել, որ նեյտրալ երկրի ստատուսով ինք կօգտվեր եւ Եվրոպայից, եւ Միացյալ Նահանգներից, եւ Ռուսաստանից։ Ասին չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտեք։ Ինչ ստացա։ Իսկ դու ուղղակի արհամարեցիր քո հարևան հսկայական հզոր երկրի անվտանգային շահեր։ Մի երկիր, որը կարող էր այսօր այն ամենից լավ հետաքրքիր բարգավաճող երկրներից մեկը լինել։ Որ մարդ իր տեղը չի հայտնվում, մարդը փորձանք։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցը ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարը ինքը խնդրեմ չի իրեն համար, ինքը նորմալ է։ Ինքը խնդրեմա մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը ինչ որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմ, հայկական իշխանության կողմից, այո։ Բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու, անպագորգոր հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան, Ադրբեջանը թիկունքում sense ամբողջ բոյով կաղնի, եւ վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզումա սա մեղավոր են։ Պարզումա այդ հանձնել են Ալմատայի բանով 91 թվականին։ Հիմա էսա։ Դրա համար ձեր մի քիչ երկարացրեցի, որտեղ իսկապես ֆունդամենտալ հարց է։ Վերջի քվեարկությունը ա եղել Ռուսաստան հակառուսական մակում հակառուսական մի բան, էլի մի բանաձևի։ Միացյալ Նահանգները քվեարկել են դեմ, Հայաստանը քվեարկել է կողմ։ Հալավ դու քո հիմար չեք։ Իսկան դու իրականում էլի դու քո հիմար չեք։ Ինչ եք ուզում ձեր առևտրի 60% այսօր Ռուսաստանի հետ։ Ուղղակի 60%։ Իմ ժամանակ Եվրոմիության հետ առևտուրը մեր մոտարապես արտաքին առևտրի 22-24% էր։ Հիմա 6-7% ընդհանրապես։ Ռուսաստանի հետ առևտուրը այն ժամանակ 25% էր, հիմա 55-ից մինչև 60%։ Դուք չեք հասկանում, որ այսպես մեկ sense բանով դուք կարաք այնպիսի խնդիրներ ունենաք, որ տակից դուրս չեք գալու։ Լավ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ։ Բայց այս սա գյուղատնտեսությունը ինչ անել, այս ժողովուրդը ինչ անել։ Այդքան այդ չափի անպատասխանատու լինելը, որ շշմեցնում է ինձ, անկեղծ ասեմ։ Անայք անվտանգության երաշխիքները Ղարաբաղի ոչ թե անվտանգության գոտի։ Հիմա մենք չեմ կարծում, որ իրատեսական անվտանգության գոտու մասին խոսալ, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլյուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ։ Սա եմ տեսնում, բայց տենց անվտանգության գոտի բան դժվար է պատկերացնել եւ իրատեսական չի։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը իմ կարծիքով դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքները նշանակում է նաեւ ներկայություն։ Որոշակի այդ ներկայությունը ինչքան մեծ այնքան լավ, եւ սա ուղղակի բանակցային գործընթացից է կախված, թե դու ինչի ես հասնում։ Առաջինը դու այդ նպատակը դնում ես, թե չի։ Հայաստանի Հանրապետությունը այդ նպատակը չի դնում։ Հայաստանը ինչ է արել։ Հայաստանը սա էլ մի բան է ինձ համար, գիտեք, դուք պատկերացրեք ռուսական զորքը այնտեղ կանգնած 2000 հոգի անվտանգություն են ապահովում եւ ված չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, միջև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա եւ ասում է ընդունում եմ Ադրբեջանի կազմը։
Ռուսները չել բանակցում, տեղակել չպահ։ Սենց ոնց որ ինձ կոպիտ ասած, ասում եմ դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Սուտի չիլն միջազգային հարաբերությունները։ Ասում եք այդպես ուղղակի չիլն։ Ու ըստ էության իրենք ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ, այդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են դուք են Ղարաբաղին Ադրբեջանը գնացեք իրար հետ բանակցեք։ Ըստ էության Ադրբեջանը ասում է, բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարող Ղարաբաղի հիմա դուք եք ներկայացնել։ Այդ մանդատ չունի Ռուսաստանը։ Այս Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը ուղղակի հանել են, հետո պահանջում են, ասում են, ինչ չես արել, ինչ չես արել։ Այդ կարգի սխալները ուղղակի այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին է տալիս։